Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր հունիսի 5-ն է եւ մենք շարունակում ենք մեր աշխատանքը, սա արդեն մեր թվով երկրորդ հաղորդումն է, հետաքրքիր հարցեր ունենք քննարկելու։ Արարատ Միրզոյանը մի շարք կարևոր հայտարարություններ է արել ազգային ժողովում, նրանց բացի հեռախոսազրույց է տեղի ունեցել Էրդողանի եւ Նիկոլ Փաշինյանի միջև, հիմնականում այդ հարցերին ենք անդրադառնալու, ինչպես նաեւ միջազգային կարևոր հարցերի նույնպես։ Եվ սկսենք երևի նրանից, որ Հայաստանում եկեղեցու կամ եկեղեցականների վարքի մասին քննարկումները չեն դադարում, տարբեր հայտարարություններ են արվում, այսօր նաև հայտարարություններ է արել Ալեն Սիմոնյանը, երևի գիտեք, արդեն լսել եք լրագրողների առջև, եւ փաստացի նա չի բացառել, որ սահմանադրության մեջ փոփոխություններ մտցվեն նաև եկեղեցու մասով, որպեսզի պետությունը կարողանա որոշ ձևով վերահսկողություն ունենա այդ գործընթացների վրա, որոնք որ վերաբերվում են եկեղեցուն։ Անդրադարձ եղել նաև դաշնակցականների հայտարարություններին եւ ուրիշ մի շարք հարցերի անդրադարձել Ալեն Սիմոնյանը, բայց կարծում եմ այդ հարցերից ավելի կարևոր է անդրադառնալ Արարատ Միրզոյանի հայտարարություններին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Եվ սկսենք Արարատ Միրզոյանի հայտարարություններից։ Իրանի մասով նա ասել է, որ մենք սպասում ենք Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանին Հայաստանում, Եվրամիության մասով նա ասել է, որ Հայաստանը չի դիմել Եվրամիությանը անդամակցության համար։ Հիմա գիտեմ, միանգամից բազմաթիվ հարցեր են առաջանում, քննադատության արժանի է այդ հայտարարությունը թե չէ, բայց այստեղ կարևոր է մեկ բան, շատ կարևոր բան հասկանալ, սիրելի հայրենակիցներ, ես միշտ մեր հաղորդումների ընթացքում դրա մասին անպայման խոսում եմ։ Մենք պետք է լինենք հայակենտրոն։ Հայաստանի Հանրապետության շահը գերակաղ պետք է լինի մեզ համար։ Մենք տեսնում ենք ինչ է տեղի ունենում Ուկրաինայում եւ թե ինչքան խառն է հիմա աշխարհը։ Մենք չենք կարող 100%-ով ասել, թե ով է հաղթանակ տանելու Ուկրաինայում։ Ռուսաստանն է հաղթելու, թե Ուկրաինան։ Ուկրաինայի հաղթանակն էլ շատ մեծ հասկացողություն է, տարբեր ձևի հաղթանակներ կարող է լինեն, տարբեր տեսակի հաղթանակներ եւ պարտություններ։ Հետևաբար, քանի որ աշխարհում իրավիճակը այս աստիճան, ծայրաստիճան լարված է, ես համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունները շատ են ցանկանում հայտ ներկայացնել Եվրամիությանը անդամակցության համար, բայց հաշվի են առնում այդ խառը իրավիճակը, հաշվի են առնում այն, որ այս պահի դրությամբ Վրաստանի եւ Եվրամիության միջև հարաբերությունները մեղմ ասենք այդքան էլ լավը չեն, եւ տարբեր այդ բոլոր գործոնները միանշանակ ազդում են Հայաստանի դիրքորոշման վրա, եւ դա է պատճառը, որ Հայաստանը հիմա երևի թե ես այդպես եմ ամենայն դեպս պատկերացնում, հայտ չի ներկայացնում անդամակցության, բայց այն, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են այդպիսի հայտ ներկայացնել, ես գրեթե համոզված եմ։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր առողջ տրամաբանող մարդ, տեսնելով Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, գործելավոճը եւ մոտեցումները, ուղղակի պետք է իլյուզիայով տարապես, որ չտեսնես, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները որքանով ցանկանում են իրոք հայտել ներկայացնել անդամակցել Եվրամիությանը։ Ես գիտեմ ու գրեթե համոզված եմ, որ այնինչ տեղի ունեցավ 2020 թվականին Հայաստանի հետ, 21, 22 եւ 23 թվականին Արցախի հետ, դրանից հետո Հայաստանի իշխանությունները ուղղակի չեն կարող համակրել ռուսական ուղղությունը, փորձում եմ անկեղծ խոսել, սիրելի հայրենակիցներ, շատերին կարող է դուր չգա, դա իրենց գործն է, բայց ես ամեն դեպքում փորձում եմ մաքսիմալ անկեղծ լինել, եւ սա է պատճառը իմ պատկերացմամբ Միրզոյանի մոտեցման։ Չեմ կարող ասել 100%-ով ճիշտ է սխալ, ապագան եթե գիտենայի միանգամից կասեի ճիշտ է այս մոտեցումը թե սխալ, բայց այս մոտեցումը այն է, որ Հայաստանը փորձում է խուսափել լուրջ հարվածներ ստանալու Ռուսաստանի Դաշնությունից եւ քայլ առ քայլ շատ կամաց, շատ դանդաղ փորձում է կամաց գնալ դեպի Եվրամիություն։ Հնարավոր է ուշանում ենք, հնարավոր է չհասցնենք, բայց հնարավոր է նաեւ եթե շտապենք, շատ լուրջ եւ մեծ վնասներ հասցնենք Հայաստանի Հանրապետությանը։ Ես չեմ կարող
այդքան վստահ լինել եւ այդքան միանշանակ ին վրա օրինակի համար պատասխանատվություն վերցնել ես չեմ կարող։ Ունեմ այդ համարձակությունը, քանի որ մենք գործ ունենք մեր պետականության հետ, մեր ժողովրդի եւ երեխաների ապագայի հետ եւ ես չեմ կարող ասել, թե հիմա կոնկրետ ճիշտ է շտապել հայտ ներկայացնել, թե ոչ, բայց իմ սրտովն է միանշանակ, իմ սրտովն է եւ ես շատ եմ ցանկանում, որպեսզի Հայաստանը հայտ ներկայացնի, որպեսզի Վրաստանի եւ Եվրամիության միջև հարաբերությունները կարգավորվեն, Ուկրաինայում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Ուկրաինան չկորցնի իր ինքնիշխանությունը եւ բոլորս միասին կարողանանք դառնալ եվրոպական ընտանիքի մաս։ Հույսով եմ կարողացամ մանրամասն բացատրել։ Կրկին ասեմ, շատերի դուրը չի գալու, բայց ինձ չի հետաքրքրում ում դուրը ինչ է գալիս, ես պետք է խոսեմ այն, ինչ ճիշտ եմ համարում եւ ես պետք է փորձեմ մինչեւ վերջ անկեղծ լինել, սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ։ Պետք է փորձեմ նաեւ ձեզանից անկախ լինել, պետք է փորձեմ բոլորից անկախ լինել, որպեսզի կարողանամ օգուտ տալ մեր երկրներին, Հայաստանին եւ Վրաստանին։ Հակառակ պարագայում ես շարժվելու եմ մարդկանց ցանկություններով, թե ինչ է ուզելու լսել մեր լսարանը կամ ինչ են ուզում լսել այս կամ այն անձինք, ես նման ձև չեմ ցանկանում աշխատել եւ թույլ չեմ տա, որպեսզի մեկը ինձանից նման բան պահանջի։ Միրզոյանը նաեւ հայտարարություններ է արել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մասով, նա ասել է, որ շատ ակտիվ շփումներ կան Թուրքիայի հետ, նույնիսկ որոշ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկիր չունեն այդպիսի ինտենսիվ հարաբերություններ, շփումներ, հարաբերություններ բնականաբար չկան, եթե դիվանագիտական հարաբերություններ չկան, բայց ներքին կարգով շատ ակտիվ երկխոսություն կա եւ որոշ նրա խոսքերով դրական արդյունքներ կան, նրա խոսքերով կան որոշ միջանկյալ արդյունքներ, բայց վերջնարդյունքը տեսնելու ժամանակն է արդեն եկել Արարատ Միրզոյանի խոսքերով, այսինքն պետք է որ մենք բոլորս ականատես լինենք արդեն վերջնական թե ինչի է հանգեցնում այդ երկխոսությունը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ։ Եվ այստեղ շատ կարեւոր է նշել, որ հերախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Ռեջեփ Թայիպ Էրդողանի միջեւ։ Հայկական կողմը չի նշում, թե ում նախաձեռնությամբ է եղել այդ հերախոսազրույցը, իմիջայլոց մի փոքր տարբերվում են հաղորդագրությունները այդ հերախոսազրույցի մասով, ոչ թե տարբերվում են, այլ միմյանց կարծես թե լրացնում են, եւ արիք ես ձեզ ներկայացնեմ, թե կոնկրետ ինչ հերախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Էրդողանի միջեւ։ Հայ-թուրքական հարաբերություններ։ Հեռախոսազրույց Փաշինյանի եւ Էրդողանի միջև։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի կապակցությամբ։ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին 2026 թվականի գարնանը Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացնելու կապակցությամբ։ Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքական հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր եւ պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Ինչպես հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի եւ Հայաստանի միջև շփումները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։ Նախագահ Էրդողանը կարևորել է տարածաշրջանում համապարփակ կարգավորումը եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները, գոհունակություն հայտնելով Թուրքիայի եւ Հայաստանի միջև առկա շփումներից։ Եվ ինչպես մենք տեսնում ենք, այս հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը ողջունել է, որ 2026 թվականին Եվրոպական քաղաքական համայնքների գագաթնաժողովը անցկացվելու է Հայաստանում։ Այսինքն Էրդողանը շատ լավ, թե չէ՞ կարող չհասկանալ, շատ լավ հասկանում է, թե որքան կարևոր է այդպիսի գագաթնաժողովը Հայաստանի համար եւ բնականաբար ինքը եւս երևի թե մասնակցի այդ գագաթնաժողովին որպես մասնակից, այլևս չեմ կարծում, չգիտեմ, մինչեւ այդ վաղտը եթե ինչ-որ փոփոխություններ լինեն հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ հնարավոր է։ Հաջորդ հարցը միջազգային օրակարգի հարցեր են եղել, երկկողմ հարաբերությունները Հայաստան-Թուրքիա, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան, որոնց շուրջ Էրդողանը գոհունակություն է հայտնել, խաղաղության մասին են խոսել, բայց այստեղ կարևորը ինչն է, սիրելի հայրենակիցներ, արիք փորձենք կրկին փաստերով իրար կապել ամեն ինչ։ Ընդամենը մի քանի օր առաջ Պակիստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը, ինչպես նաև Թուրքիայի նախագահը գտնվում էին Լաչինում, Բերձորում,
միջազգային օդանավակայան էին բացում, խոսում էին, որ ընդհանուր տարբեր սերտեր ունեն, ընդհանուր մեկ հոգի, թե ինչ որ նման խոսքեր էին ասում միմյանց, եւ դրանից հետո Էրդողանը վերադառնալիս արդեն հայտարարություններով էր հանդես գալիս, Սյունիքով անցումի մասին էր խոսում, նաեւ մի պահ եղավ, որ միջանցք էր ասել, բայց հիմնականում անցման մասին էր խոսում, ասում էր, որ այդ անցումով Թուրքիան կապվելու է թուրքական աշխարհի հետ, այդ անցումը կապելու է Թուրքիան ամբողջ աշխարհի հետ եւ խոսում էր Իրանի մասին, Իրանի դիրքորոշման մասին, ասելով, որ Իրանը պետք է փոխի իր դիրքորոշումը եւ դա շատ լավ կլինի նաեւ Իրանի համար։ Որն է Իրանի դիրքորոշումը։ Մենք բազմիցս այդ հարցը քննարկել ենք։ Իրանը դեմ չէ, որ տրանսպորտային կոմունիկացիաները ապաշրջափակվեն։ Իրանը դեմ է, որ դա լինի կոնկրետ միջանցք, արտատարածքային միջանցք։ Իրանից բազմիցս եղել են այդ հայտարարությունները։ Եվ հիմա ինչու է Էրդողանը այդպիսի հայտարարություններ անում։ Ինչու է երեք հեռախոսազրույց տեղի ունեցել Փեզեշքյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջեւ։ Ինչի է այդպիսի հայտարարություններ եղել, որ կարծես տպավորություն է ստեղծվում, թե հիմա շատ կարևոր պահ է փորձնական ժամանակաշրջան է փորձության Իրան-Ադրբեջան հարաբերությունների միջև։ Ինչի է այդ տոնը տրվել ընդհանրապես այդ հեռախոսազրույցին։ Ինչու է իրանական կողմը հանդես գալիս այնպիսի հայտարարություններով, որոնցով որ կարծես թե փակուղի են մտնում Իրան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերությունները, ավելի ճիշտ բանակցությունները, ոչ թե հարաբերությունները, եւ կարող է դա պատերազմի հանգեցնել։ Եվ ահա այս ֆոնին մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Էրդողանի հետ։ Այդտեղ որ Կույրան Բայրամ են շնորհավորել եւ այլն, ես կարծում եմ, որ դրանք ուղղակի լրացնում են այդ ընդհանուր հայտարարությունը, միայն դրա համար դժվար թե նման զանգ հեռախոսազրույց տեղի ունենար երկրների ղեկավարների միջև։ Մենք հասկանում ենք, որ հիմքում ընկած են շատ ավելի լուրջ հարցեր եւ տարածաշրջանը իրոք կարող է խառնվել։ Ավել բան չեմ կարող ասել, քանի որ չեմ էլ ցանկանա այս հարցի շուրջ ավելի շատ տրամաբանել, քանի որ կարծում եմ, որ հիմա պետք չի ավելի շատ ասել այդ հեռախոսազրույցի համար, բայց ես փորձեցի ներկայացնել իրավիճակը, թե ինչպիսին է, եւ կարեւոր է այստեղ հասկանալ, որ քիչ առաջ Իրանից մենք նոր հայտարարություններ ենք լսում հոգեվոր առաջնորդի կողմից Իրանի եւ Խոմեյնիի խոսքերով Իրանը հաջողությամբ ստեղծել է միջուկային վառելիքի ամբողջական ցիկլը։ Հետևաբար այսօր մենք կարողանում ենք միջուկային վառելիք արտադրել հանքից մինչև էլեկտրակայան։ Եվ Խոմեյնիի խոսքերով այն ինչին այսօր հասել է Իրանը, եթե մարդու ձեռքերի վրա 10 մատ կա, այդ 10 մատներից քիչ երկրներ կան, որոնք որ կարողացել են հասնել դրան, եւ հետեւաբար դա է պատճառը, որ Իրանը չի ցանկանում հրաժարվել իր ատոմային ծրագրից։ Փաստացի դա է ասում Խոմեյնին, եւ դա հստակ վկայում է այն մասին, որ լարվածությունը երևի թե 100%-ով ոչ ոք ոչինչ չի կարող ասել, կարող է լրիվ վաղը այլ հայտարարություններ ունենանք Ամերիկայի Միացյալ Նահանգներից, նույն Իրանից, կարող է հայտարարվի նոր փուլ բանակցությունների, բայց այս պահի դրությամբ շատ վատ եւ վտանգավոր իրավիճակ է ստեղծվում եւ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել էր, եթե հիշում եք, որ արդեն ժամանակը սպառվում է, որը որ տրվել էր Իրանին։ Հիմա անցնենք այլ միջազգային հարցերի, հատկապես Ուկրաինային։ Այսօր Պեսկովն է ասում, որ Պուտինը իսկապես հայտնել է Թրամփին, որ Ռուսաստանը կպատասխանի օդանավակայանների վրա հարձակումներին։ Եվ այստեղ կարևոր է, որ Ռուսաստանի փոխարտգործ նախարարի խոսքերով իբր օդանավները ինքնաթիռները վնասվել են այդ հարձակման հետևանքով, բայց հստակ կադրեր կան, դուք էլ երևի սիրելի հայրենակիցներ տեսել եք Արբանյակից ոչնչացված ինքնաթիռների, մոխիր դարձած ինքնաթիռների կադրեր կան։ Հետևաբար այդ հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում։ Ինչպես եւ պայմանավորվել ենք, մենք միշտ փորձելու ենք արդար անդրադառնալ ամեն հարցի։ Դոնալդ Թրամփի եւ Սի Դինպինի միջև հեռախոսազրույցը տեղի ունեցել, մանրամասները դեռևս հայտնի չեն, կարծում եմ շուտով հայտնի կլինեն։ Նա նաեւ Դոնալդ Թրամփը, այսինքն
2 օր առաջ գովաբանել էր Սի Դինպինին, ասելով, որ շատ դժվար է նրա հետ խոսել, բայց ինքը շատ է հարգում, որ շատ դրական տպավորություններով էր կիսվել Սի Դինպինի մասով։ Ճիշտ ասած, խոսելիս ես մոռացա անդրադառնալ Արարատ Միրզոյանի մնացած հայտարարություններին, Արցախի մասով հարցեր հնչել եւ դրանից բացի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցեր հնչել, ասեմ, որ Արարատ Միրզոյանը իրատեսական է համարել հարաբերությունների մոտալուտ կարգավորում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, համապատասխանաբար նաեւ սահմանների բացումը։ Ճիշտ ասած, ես այդքան լավատես չեմ, բայց հնարավոր է այդ հայտարարությունները հատուկ նպատակով են արվում, դա էլ չեմ կարող բացառել։ Եվ վերջում ասեմ, որ Երևանում, Հայաստանում այս ամսվա 5-ից 7-ը Երևանում կայանալու են Վրաստանի մշակույթի օրեր, եւ այդ առիթով Երևանը ժամանելու վրացական պատվիրակությունը մշակույթի նախարարի գլխավորությամբ։ Եվ Վրաստանի մշակույթի օրերի կապակցությամբ մի շարք լավ հետաքրքիր միջոցառումներ են նախատեսված Երևանում։ Հիմնականում սա էր, սիրելի հայրենակիցներ, ինչ ուզում էի ներկայացնել ձեզ այս հաղորդման ընթացքում, կրկին հիշեցնեմ լայքերի համար, եթե կարող եք նաև բաժանորդագրվեք, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին, եւ գրեք ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ տարբեր հարցերի վերաբերյալ, որոնք որ մենք քննարկում ենք մեր հաղորդումների ընթացքում, կարող եք նաև կիսվել ձեր սոցիալական ցանցերով մեր այս հաղորդմամբ։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։